Որքան գումար ունեք դուք ձեր դրամապանակում կանխիկ։ Պլյուս-մինուս 1000։ Շատ լավ, իսկ կարող եք ցույց տալ։ Բայց ինչի պետք է ասեմ, դուք ձերը ասում եք։ Մարդիկ նոր են եկել Հայաստան, դուրս են եկել հյուրանոցից ու ես մոտիկանում ասում եմ ինչքան գումար ունեք։ Իսկ ինչի ասեմ։ Միլիոն պլյուս։ Չէ։ Բայց Մերիլինը ինչքան կա։ Մերիլը նա ինչքան կա։ Ախի գրվանի գումար ասեմ ինչքան է ձեզ։ Ես չեմ կարող թարցի պատասխանել։ Ինչքան է մոտավոր։ Բանկային գաղտնիք է։ Բանկային գաղտնիք, որը այդպես էլ չբացահայտվեց։ Դե ինչ բարև բոլորին, ձեզ հետ է Միկա Թանգյանը եւ այսօր մենք դուրս ենք եկել Երևանի կենտրոն, որպեսզի հարցնենք մեր հայրենակիցներից, թե որքան գումար կա նրանց դրամապանակում։ Իրականում մի քիչ անհարմար հարց է եւ ես կարծում եմ, որ շատերը հնարավոր է այդ հարցին չպատասխանեն, բայց մենք այսօր պետք է հասնենք այն արդյունքին, որ բացի նրանից, որ մարդը պատասխանի, թե ինչքան գումար կա նրա դրամապանակում, նա նաեւ պետք է բացի այդ դրամապանակը եւ ցույց տա գումարի չափը։ Ինչ շատ հետաքրքիր է, արդյոք կստացվի մեր հայրենակիցների հետ անցկացնել այս սոց էքսպերիմենտը։ Եկեք այս վիդեոյի տակ անպայման հավաքենք 10,000 լայք եւ հենց հիմա բաժանորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին։ Ես պատրաստ եմ, ինչ շատ հետաքրքիր է, մեր հայրենակիցները կպատասխանեն ինձ այդ հարցին, թե ոչ։ Սկսում ենք Երևան քաղաք Միկա Թանգյան թեժ սոց հարցում։ Գնացինք։ Բարև ձեզ, մենք հարցնում ենք մեր հայրենակիցներից, որքան կանխիկ գումար ունեն նրանք իրենց դրամապանակում։ Ինչքան կանխիկ գումար ունեք։ Կանխիկ գումար չունեմ, անկանխիկ է։ Ընդհանրապես կանխիկ չունեք։ Չէ, այս պահին չունեմ, առհասարակ ունենում եմ։ Որքան գումար դուք ունեք։ Կան տվեցին կոֆե առանքը։ Լավ, կատակը մի կողմ աղջիկներ, ինչքան գումար ունեք ձեր դրամապանակում։ Մոտավորապես 10000 դրամ։ Իսկ դուք։ Իմ մոտ եք դե, պրոստը իմ ռուսական է, ես չեմ իմանում։ Որ ձեզ խնդրեմ ցույց կտաք, որքան գումար ունեք դուք ձեր դրամապանակում կանխիկ։ 30000 երևի։ 30000 երևի, շատ լավ։ Դրամ, չէ, դե ես դոլարի հետ չգնացի էլ այդ կողմի վրա։ Բանկային քարտի վրա ինչքան գումար ունեք։ Բանկային քարտի կոնկրետ հիմա պլյուս-մինուս 60000։ Պլյուս-մինուս 60000, շատ լավ, իսկ կարող եք ցույց տալ։ Հեռախոսային կապով, չէ, ոնց ցույց տամ։ Դե application-ի մեջ օրինակ։ Չունեմ տենց, չեմ օգտվում on-line։ 4000։ Հա, չէ, սպայնն է։ 4000 հիանալի։ Իսկ ամսական ինչքան գումար եք աշխատում։ Ես ճիշտն ասած ընտանիքիս հաշվին եմ։ Դուք հասկացա, իսկ դուք։ Ես ռուբլիով կարամ ասեմ, Ասեք, 45-50000 ռուբլի ամսական։ կարեք ցույց տաք։ Տեսնենք։ Հիմնականում գիտեք, չէ՞ որ մոտիկանում ենք, բոլորը ասում են, որ նրանց մոտ քարտի вրա է 20-ը, ահա։ Карта есть, я ж не этот, вот, համաժելի։ 26000 ստացվեց 30-ի փոխարեն։ Շատ լավ, իսկ Ծախսել եմ։ 4000-ը գնաց։ Մենք մեր հայրենակիցներին մոտիկանում ենք եւ հարցնում ենք, թե որքան գումար ունեն նրանք նրանց դրամապանակի մեջ կանխիկ։ Որքան գումար դուք ունեք։ Հիմա լուրսերը դասեք։ Ինչ։ Ես երեք եմ եկել Ռուսաստանից, շատ ոտ եմ հայրեն խոսում։ Մեկ հարց էլի, մեկ հարց։ Բարև ձեզ։ Մոտիկացիր։ Բարև ձեզ։ Մենք մոտիկանում ենք մեր հայրենակիցներին եւ հարցնում ենք նրանց որքան գումար ունեն նրանք իրենց դրամապանակում։ Կանխիկ։ Կանխիկ չի քարտովը։ Կանխիկ չունեք ընդհանրապես։ Շատ լավ, իսկ քարտի վրա ինչքան գումար ունեք։ Հուսում։ Չգիտեմ չեմ նայ։ Մտնեք, էլի։ Մերիլինը ինչքան կա։ Մերիլ նա ինչքան լավ մի հատ sense հարցնեմ այս համակատի րոպեները գնում հասկանում եմ արագի մեջ սա հարցնեմ ինչքան գումար է պետք աշխատել ամսական որ ձեզ հերիքացնի 2 միլիոն 2 միլիոն լավ այս դուք ինչքան եք աշխատում Չենք աշխատում դուք չեք աշխատում ուղղակի ապրում եք վայելում եք Պապայի փողերով Պապայի փողերով հասկացա մի խոսքով միլիոնը պետքա բայց նախ լինի Հա Պարտադիր Շատ լավ իսկ ինչքան եք ամսական գումար աշխատում Նայած կոնկրետ չեմ կարա պատասխանեմ Օրինակ անցած ամիս Չէ, կոնկրետ չեմ պատասխանում։ Չեք պատասխանում։ Իսկ ինչքան գումար պետք է աշխատեք, որ ձեզ բավականացնի բավարարի Հայաստանում բնակվելու համար։ Միջին վիճակագրական ծախսերով Հայաստանում լավ ապրելով, ասենք, լավ ապրելու համար։ Հա, լավ ապրելու համար, որ կոմֆորտ լինի։ Համար կոմֆորտ լինելու ինչքան շատ այնքան լավ, բայց նայած ինչքան ես կարողանում վաստակել։ Աղջիկա համար կրկնապատիկ ծախսերով պլյուս-մինուս 300-ից 500 միջին ամսական։ Ես չեմ կարող թարցի պատասխանել։ Ինչի։ Չեմ ուզում։ Շատ լավ, իսկ բանկային քարտի վրա։ Չեմ կարող պատասխանել։ Չեք կարող պատասխանել։ Իսկ որտեղ եք աշխատում, եթե գաղտնիք չի։ Մենակ կարամ ասեմ, ես տեր եմ խաղաղությանը ի վերջ։ Չէ, իսկ որտեղ եք աշխատում։ Տերը չեմ ասի։ Հասկացա։ Наличка вообще нету. А на карте? Наличка вру, 5000. Можете показать? Могу. 5000 դրամ կանխիկ, տեսնենք։ Դրամ չի։
Ռուբլի։ Օ, 5000 ռուբլի։ Да, остальные на карте. Իսկ на карте ինչքան է? На карте. Если no secret։ Чем еще? Чем еще? Կարեք նայեք ասեք։ Կամերով չենք ցույց տա, դուք ուղակի На նայեք։ карте не скажу. Больше 100 тысяч рублей։ Да. Больше 200 тысяч рублей։ Нет։ Нет. Շատ լավ։ Իսկ որտեղ եք աշխատում, եթե գաղտնիք չի, ինչ բնակավարում։ Չէ, արդեն շատ եք բայց բանը։ Վայ, բան։ Այս մարդկանց տեսա ներվային երեխեք շատ զգոյն եմ դարձան մեր օրերում։ Ներվայնացա։ Բայց կանխիկ ունեք ձեր մոտ էսպային։ Հա, Ինչքան է մոտավոր։ Կարեք մի հատ նայեք ասեք։ եղի գրպանի գումար ասեմ ինչքան է ձեզ։ Հա դե չէ, բոլորին ենք հարցնում։ 200,000։ 200 ցույց կտակ որ խնդրեմ։ Իմաստը։ Չէ, ուղղակի բոլորին ենք հարցնում, այն չի մենակ ձեզ ենք հարցնում։ Ցույց չեմ տա։ Ցույց չեք տա, շատ լավ։ Իսկ բանկային քարտի վրա ունեք գումար։ Ամեն ինչ էլ ունեմ։ Ինչքան է քարտի վրա։ Ունեմ, նենց էլ ունեմ։ Չէ, առանց ինչ որ վատ մտադրության ուղղակի բոլորին հարցնում ենք, շատերը օրինակ կանխիկ չեն ունենում, քարտի վրա են ունենում, ու տենց հարցում ենք անցկացնում Համ ինչքան։ բանկային ունեմ ցավտանում, համ քարտի վրա ունեմ։ Շատ լավ, հասկացա, իսկ քարտի վրա ինչքան է։ 100,000 էլ։ Այսինքն ընդհանուր 300,000։ Իսկ ինչքան պետք է ամսական աշխատի մարդ գումար Հայաստանում, որ նրան հերիքացնի։ Այս պահին ձեզ եմ այդ հարց տալի, ձեր դեպքում ինչքան պետք է աշխատեք։ 300,000 էլ է նորմալ։ 300,000 հերիքացնում։ Հա, հա։ Շատ լավ։ Իսկ դուք որտեղ եք աշխատում, եթե գաղտնիք չի։ Չէ գախնյա։ Գաղտնի, իսկ ինչ բնակավարագոն է։ Նորմալ, պետական։ Քարտի վրա ինչքան գումար ունեք։ Ոյ, դրամով չեմ կարող ասեմ։ Իսկ դոլարով։ Այ ռուսական փողով կարամ։ Հա, եկեք ռուսականով։ Բայց դա անպայման պետք է ասել։ Դե մոտավոր կարող եք ասել 150։ 150,000 ռուբլի ստացվում է։ Трачурненько Հայաստանում, поэтому мне надо еще время, чтобы я немножко этот. Ոնց է դուրը գալիս է Հայաստանը։ Հա, շատ։ Բայց էլ նոր ենք ատելիցել է։ Հենց նոր ու մենք միանգամից մոտիկացել ենք։ Պատկերացնում եք Мне надо переключиться, наверное. մարդիկ նոր են եկել Հայաստան, դուրս են եկել հյուրանոցից ու ես մոտիկանում ասում եմ ինչքան գումար ունեք միանգամից։ Շատ լավ, մերսի հարցմանը մասնակցելու համար Միկա Թանգյան YouTube-յան ալիքում կարող եք նայել այս վիդեոն։ Ձեր անունը ոնց է։ Իլոնա։ Իլոնա ջան, շատ հաճելի էր։ Կարող եք Միկա Թանգյան YouTube-յան ալիքում նայել, միջմոլորակ համաշխարհ արեգակնային կոնտենտ է, հաստատ ձեզ դուր կգա։ Մինչև այդ բառը հիշեմ ու արտա բերեմ։ Միջմոլորակը համաշխարհ արեգակնային։ Մինչ մոլորակը համաշխարհ արեգակնային։ Համաշխարհ արեգակնային։ Ապրեք շատ, ձեր մոտ ստացվեց, լայք կդնեք։ YouTube-յան ալիք չունեմ, բայց եթե տեսնեմ կդնեմ։ Կբացեմ կդնեմ։ Բացեք էլի։ Եվ այսպիսով մեկ վարքյանով կտրվենք մեր վիդեոից, ունեմ ձեր համար հիանալի նորություն։ Եթե դուք խաղում եք on-line խաղեր կամ ունեք ձեր պլատֆորմը, ապա ես ձեզ ուզում եմ խորհուրդ տալ Game Check-ը։ Game Check-ը դա սիստեմ է, որը ստուգում է on-line խաղերը եւ պլատֆորմաները։ Իրական են նրանք թե ոչ։ Այս պայն Game Check Sale-ը հայտնվում է ավելի շատ կայքերում, եթե տեսնում եք Game Check Sale-ը, ապա կարող եք հանգիստ լինել։ Այդ խաղը եւ այդ կայքը ապահով ձեռքերում է։ Անկախ ամեն ինչից, եթե դուք կայքում խաղում եք, ապա ուշադիր եղեք։ Եթե այնտեղ կա Game Check, ապա ամեն ինչ ապահով է։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, անպայման անցեք եւ բաժանորդագրվեք Game Check-ին նորությունները բաց չթողնելու համար։ Իսկ մենք շարունակենք մեր հիանալի վիդեոն։ Դե ինչ, մեկ անգամ եւս ուղիղ միացում շատ կարևոր լուրով։ Ինչպես հիշում եք, ես ձեզ պատմել էի Epic RP-ի մասին։ Հիմա Epic RP-ի սերվերում արդեն շատ խաղացողներ կան եւ այդ խաղացողներից մեկը հաղթելու է իրական խաղային համակարգիչ։ Epic RP-ի հիմնական գաղափարն այն է, որ դու կարող ես այնտեղ ընտրել քո դերը, այսինքն դու կարող ես լինել ոստիկան, քրեական հեղինակություն, կարող ես լինել պաշտոնյա, նախագահ, այնտեղ ամեն ինչ դու կարող ես անել, ինչ որ դու ցանկանում ես։ Օնլայն կարող ես խաղալ քո ընկերների հետ, ստեղծել քո բանդան եւ շփվել նրանց հետ միասին Epic RP-ում։ Լինքով, որը կգտնվի նկարագրությունների բաժնում կամ QR կոդը հենց այստեղ էկրանին կարող ես սկանավորել եւ միանալ Epic RP-ին։ Ուզում եմ ասել, որ եթե դու միանաս այն լինքով, որը կգտնվի նկարագրությունների բաժնում, ապա դու քո հաշվին կստանաս $5,000 եւ 14 օր պրեմիում account։ Եվ չենք մոռանում, որ Epic RP-ում հենց հիմա անցկացվում է գերհզոր խաղային համակարգչի խաղարկություն։ Այն բոլոր մասնակիցների միջև, ովքեր այս լինքով կանցնեն, կգրանցվեն եւ կմտնեն սերվեր։ Մի խոսքով Epic RP, Միկա Թանգյան, հզոր համակարգչի խաղարկություն, բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, իսկ մենք շարունակենք մեր վիդեոն։ Գնացինք։ Որքան գումար ունեք դուք ձեր դրամապանակում։ Կանխիկ։ Պարտադիր է, մոտավորապես 20,000 դրամ։ Մոտավորապես 20,000 դրամ, իսկ դուք 20,000։ որ խնդրեմ ցույց կտաք։ Դրամապանակն հիմա մեզ մոտ չի։ Օ, միանգամից պատրաստ։ Իսկ բանկային քարտի վրա ինչքան ունեք։
Կարամ չասեմ։ Մոտավոր։ Դե նախընտրում եմ լրել։ Կանխիկ։ 2000 դրամ։ 2000 դրամ է կանխիկը, ցույց կտաք որ խնդրեմ։ Սպասեք բումաժնիկս բերեմ սրտիկը։ Ստեղ սպասում եմ։ 2000 դրամ։ Հեսա հարցնելու ենք ինչքան կա բանկային քարտի վրա։ Որքան գումար ունեք ձեր դրամապանակում։ Կարտից մեջ աղան։ Կանխիկ չունեք։ Ունեմ 20000 ունեմ։ 20000 դրամ։ Իսկ քարտի մեջ ինչքան է։ Չի, չեմ կարող ասեմ։ Դե կարաք նայեք ասեք մի հատ։ Չէ։ Ապա, տեսնենք, բա որ պարզվեց 3000 դրամ է։ Ինչա տալու եք։ Ահա 2000 դրամ, շատ լավ։ Ու կոպեկներ, ահա, շատ լավ։ Հիմա հաջորդ հարցը, իսկ դրամապանակում ինչքան գումար ունեք։ Բանկային քարտի վրա։ Այդի չեմ ասի։ Էդի չեք ասի։ Լավ, էլի խնդրում եմ։ Մի խոսքով չեք նայում ասեք։ Չէ, չեմ նայում։ Սենց դեպքեր էլ ալինում, սիրելի ընկերներ, որ դուք հասկանաք, ոչ բոլորն են ցույց տալիս եւ ոչ բոլորն են ասում, թե որքան գումար ունեն։ Գրիր մեկնաբանություններում կասեիր դու արդյոք թե ոչ։ Շատ լավ, մի հատ հարց է, մոտավոր ինչքան է, մոտավոր։ Չեմ ասի։ 200,000-ից ավել է։ Այո։ 500,000-ից ավել է։ Այո։ 1 միլիոնից ավել է։ Ոչ։ Ոչ, շատ լավ։ Վերջին հարցը որտեղ եք աշխատում։ Բանկում։ Բանկում, իսկ դուք։ Ես էլ։ Դուք եւս բանկում ինչքան գումար է ձեզ ամսական անհրաժեշտ ձեր ծախսերի համար, որ դուք ամսական ինչքան գումար եք աշխատում ընդհանրապես։ Եթե գաղտնիք չի։ Իմ աշխատավարձի չափը լրիվ բավական է անում, որպեսզի ապրեմ։ Ինչքան է մոտավոր։ Բանկային գաղտնիք է։ Բանկային դե բանկից ենք, իսկ դուք Նմանապես։ Ասում ենք հետո ցույց ենք տալի, հա, ինչ որ բան։ պետք է ասեիք օրինակ համար ինչքան գումար կանխիկ ունեք այս պայն դրամապանակում ու դրանից հետո ես ձեզ խնդրեմ որ դուք այդ գումարը ցույց տաք։ Քարտի վրա կանխիկ չկա։ Կանխիկ 3000 դրամ տենց։ 3000 դրամ։ Իսկ լավ, քարտի վրա ինչքան գումար կլինի։ Մոտ $700 կա։ Իսկ որ խնդրեմ ցույց կտաք։ Ինչը։ Քարտի $700-ը։ Ոնց։ Դե application-ը բանկի օրինակի համար կարող եք բացել։ Ունեմ application։ Տենց քարտի վրա է ուղղակի։ Հասկացա։ Կարանք գնանք ինձ մի $600-անոց բան գնենք, համ էլ կհամոզվենք։ Հատակ եմ անում։ Մերսի շատ հարցմանը մասնակցելու համար։ Ես այսօր ուզում եմ կանխիկ մեծ գումար հայտնաբերեմ։ Ուղղակի բոլորին հարցնում ենք, այսօրվա մեր գլխավոր հարցը կայանում է նրանում, որքան գումար կանխիկ ունեն մեր հայրենակիցները նրանց դրամապանակում։ Շատ քիչ, եկեք թիվ չասեմ, բայց շատ քիչ չեմ պահում կանխիկ հիմնականում։ Այսինքն դա էլ զուտ ինքս ինձ ապահովագրելու համար։ Շատ լավ, իսկ օրինակ քարտի վրա ինչքան գումար ունեք։ Իսկ ինչի ասեմ։ Ուղղակի սոց հարցում ենք անցկացնում, հետաքրքիր է։ Այլի, չէ։ Միլիոն պլյուս։ Չէ։ Շատ լավ, վերջին հարց, ինչքան գումար եք դուք ամսական աշխատում։ Բայց ինչի պետք է ասեմ, դուք ձերը ասում եք։ Ես կասեմ, դուք ասեք։ Դուք ասեք։ Դե ես եմ առաջին հարցը։ Ես էլ աղջիկ եմ, պետք է զիջել, չէ՞ աղջիկա խոսքը։ Շատ լավ, դե ես դες մոտավոր կարաք ասեք ինչքան եք աշխատում ամսական։ Դուք կարեք ասեք։ Ես կասեմ, իմ հարցի վրա հարց եք տալիս։ Ասում եմ, այո։ Հարգելիս, լավ, ես 80000 եմ աշխատում, դուք ինչքան եք աշխատում։ Համենա։ Դեռևս այո։ Լավ, իսկ դուք ինչքան ունեք։ 20000 20000 դրամ կանխիկ։ Կարաք ցույց տաք։ 15 cents 20000 դուք ունեք, ես տեսա, իսկ դուք 20 կլինի։ կանխիկ։ Կանխիկ։ Որ ձեզ շատ խնդրեմ ցույց կտաք։ 20-ը։ Այո։ Սա լավ, մի հատ 20000-ը տեսնենք։ Ու մի քիչ ավել կարող է, ես 20-ը։ 20-ից մի քիչ ավել, մի քիչ շատ ավել ոնց է։ Հաստատ։ Դե 80։ Ես միայն YouTube-ով եմ աշխատում այս պայն մոնետիզացիայի հույսին եմ, այո։ Բա մինչև այդ ինչ եք անում։ Մինչև էլ է ես անում։ Որքան գումար ունեք ձեր դրամապանակում։ Օ, ճիշտ ասած քարտից վրա։ Կանխիկ չունեք ընդհանրապես։ Չունեմ։ Շատ լավ, իսկ քարտի վրա ինչքան գումար ունեք։ Օ, 55 ոնց որ 55000։ 55000, որ խնդրեմ ցույց կտաք ինձ մենակ առանց տեսախցիկի։ Մենք ձեր հետ հանդիպել էինք, չէ՞, կառավարության շենքի դիմաց։ Կարող է։ Լսեք, ձեզ երկրորդ անգամ եմ խնդրում, կասեք ինչքան կանխիկ գումար ունեք դուք։ Այս պահին Այո, 20000 դրամ։ 20000 դրամ, որ խնդրեմ ցույց կտաք։ Շատ քիչ է, այս պահին 4000։ Այս պահին 4000 դրամ, իսկ քարտի վրա։ Այն է 20000 դրամ։ 20000 դրամ քարտի վրա։ Սենց Իմը դել ատած 300 պլյուս։ 300 պլյուս։ Իսկ ինչքան գումար է անհրաժեշտ, որ հերիքացնի ձեզ ապրելու համար Հայաստանում։ Նայեք, էդի սենց է։ Անընդհատ պահանջմունքները շատանում է։ Այսինքն ինչքան շատ ենք ստանում, այնքան շատ ծախսում ենք, այնքան շատ ավելանում է։ Դրա համար մենք ձգտում ենք ոնց որ ավելի շատ ստանանք ու ավելի շատ ծախսենք։ Բայց 300000-ը այս պահին նորմալ գումար է։ Շատ լավ։ Չեք ասում, չէ՞, ինչքան եք աշխատում։
Ասից վայ, մոլորեց։ Իսկ որտեղ եք աշխատում։ այս ֆրեշի կետում։ Ֆրեշի կետում։ Շատ լավ, մերսի հարցմանը մասնակցելու համար, ձեզ լավ օր, մերսի շատ։ Լավ, իսկ ինչքան գումար պետք է աշխատեք, որ ձեզ լիարժեք հերիքացնի։ Դե գոնե 1 միլիոն դրամ պիտի աշխատեմ, որ ինձ հերիքի։ 1 միլիոն, Այդ մինիմում մինիմում 1 միլիոն դրամ։ Իսկ ձեր կողակից ինչքան պետք է աշխատի, որ ձեզ հերիքացնի։ լավ կլինի ինձ շատ։ 2 միլիոն։ Դե քիչ է։ Չի լինի։ Ված չի լինի։ Մի հոգու կտրվածքով Միայն ձեզ օրինակ 1000 200,000 300, այսինքն ստեղ 1 միլիոն, ստեղ 300,000։ Շատ լավ, մերսի հարցմանը մասնակցելու համար։ 300,000 դրամ եւ 1 միլիոն, այսպիսին են աղջիկների ցանկությունները ամսական աշխատավարձի։ 55,000, ճիշտ հիշում եք, շատ լավ։ Կանխիկ ընդհանրապես չունեք։ Շատ լավ, հաջորդ հարցը, իսկ որքան գումար ունեք ձեր բանկային քարտին։ Անկեղծ պետք է ասեմ։ Ցանկալի է։ Մոտ 80,000 Կարող եք ցույց տալ, եթե դժվար չի։ Ես չեմ նայում դե պարոլ բանման 77,000 ու 2,100 դրամ։ Շատ լավ, որքան գումար ունեք ձեր դրամապանակում։ 0 0 Այո, որովհետև ես քարտից վրա եմ Օ, ավելի հետաքրքիր, այո, իսկ քարտի վրա որքան գումար ունեք։ 450,000 450,000, իսկ կարողանաք ցույց տալ։ կներեք շատ է։ Օ, 514,000, այս են դեպքն է։ Կտակ ու սաղին ասած։ Եվ այսպիսով մենք այսօրվա վիդեոյում հարցրեցինք մեր հայրենակիցներից, որքան գումար ունեն նրանք իրենց դրամապանակում եւ բանկային հաշիվների վրա։ Ինձ թվում է ստացվեց շատ հետաքրքիր վիդեո։ Եթե հավաքեք 10,000 լայք, ապա կունենա այս վիդեոն երկրորդ մաս։ Անպայման ակտիվ բաժանորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին եւ նաեւ գտեք ինձ Instagram-ում Mika.Թանգյան։ Ու մեկնաբանություններում գրեք հենց հիմա ձեր դրամապանակում ինչքան գումար ունեք։ Ինձ դա շատ հետաքրքիր է։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը 12:00-ին։ Մի հատ տեսարան